Ողջույն իմ սիրելի YouTube-յան դիտորդներ, ինչպես խոստացել էի, սկսում եմ նոր տեսաշարք նվիրված 2026 թվականի կանխատեսմանը հորոսկոպի նշանների համար։ Իսկ եթե դեռ չեք դիտել իմ 2026 թվականի նումերոլոգիական վերլուծությունը, ուստի անպայման դիտեք այն, որովհետև այնտեղ խոսացել եմ թե 2026 թվականի ընդհանուր էներգետիկ ֆոնի և թե Հայաստանի Հանրապետության սպասելիք էներգիաների մասին։ Այս տեսահոլովակը և բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողեք հետագա հաղորդումները։ Իսկ եթե հետաքրքրված եք էզոտերիկայով, տարոլոգիայով և աստղաբանությամբ, ապա հետևեք իմ Instagram-յան էջին նույնպես, քանի որ այնտեղ ես ավելի ակտիվ եմ և գտնվում եմ իմ հետևորդների հետ անմիջական կապի մեջ։ Այս հաղորդումը նվիրված է լինելու 2026 թվականի կանխատեսմանը Խոյ համաստեղությամբ մարդկանց համար։ Խոյի նշանը կրակի տարերքն է, և հենց այս նշանով մարդիկ ունեն ամբողջ էներգիան ու ռեսուրսը հասնելու իրենց ցանկություններին ու նպատակներին, սակայն նրանց համար շատ կարևոր է նաև լինել հողակցված և լինել մի փոքր համբերատար, որովհետև նրանց անհամբերատարությունը, իմպուլսիվությունն ու ամեն ինչ միանգամից անելու ցանկությունը հաճախ վնասում է հենց իրենց։ Այսպիսով սկսենք 2026 թվականի կանխատեսումը Խոյի համաստեղության օրոք ծնված մարդկանց համար։ Ինչպիսին կլինի 2026-ի ընդհանուր էներգետիկ վիճակը Խոյի համաստեղության համար, նրանց անձնական սիրային կյանքը, ֆինանսները, հուզական դաշտը, հավանական հնարավորություններն ու ռիսկերը։ 2026 թվականի հիմնական էներգետիկ վիճակը Խոյի համաստեղությամբ մարդկանց համար։ Առաջին էներգիան այստեղ ուժի ավագ արկանն է, ուստի 2026 թվականի ընթացքում Խոյի համաստեղության մարդկանց համար շատ կարևոր է լինելու սովորելը աշխատել իրենց ներքին հզոր ուժի, իրենց պոտենցիալի, իրենց կրակի հետ, որովհետև այդ ուժը կտա նրանց հնարավորություն փակել իրենց թշնամիների բերանը և հասնել այն նպատակներին ու հաջողություններին, որոնք նրանք կդնեն իրենց առջև։ Սակայն նաև շատ կարևոր է, որ նրանք վերջապես սովորեն հարգել մարդկանց անձնական տարածքները, հարգել այն կառույցի, երկրի և էգրեգորի կանոններն ու օրենքները, որոնցում որ նրանք գտնվում են։ Այլապես հենց իրենց սեփական էներգիան, այդ ներքին կիրքը կվնասի իրենց։ Առհասարակ այս տարի Խոյերը ունենալու են ամբողջ պոտենցիալն ու հնարավորությունները հաջողելու տարվա ընթացքում թե անձնական, թե սիրային, թե ֆինանսական հարցերում, բայց գերկարևոր է, որ նրանք սովորեն կառավարել այն ուժն ու հզորությունը, որը դրված է իրենց միջև։ Այս տարվա ընթացքում շատ կարևոր կլինի, որ Խոյերը կարողանան կարգավորել իրենց հարաբերությունը այլ կրակի տարերքի անձանց հետ, մասնավորապես առյուծների հետ, որովհետև կարող են լինել որոշակի բախումներ, կոնֆլիկտներ այս նշանը ունեցող մարդկանց հետ, բայց եթե դուք կարողանաք գալ այդ կոմպրոմիսին, կարողանաք հարգել ոչ միայն ձեր, այլ նաև դիմացինի շահերն ու ցանկությունները, ապա կոլաբորացիաների, համագործակցությունների միջոցով կկարողանաք մեծ հաջողություններ գրանցել հատկապես ֆինանսների, կարիերայի և ինքնարեալիզացիայի հետ կապված հարցերում։ Այս տարի իմացեք, որ ցանկացած կանոնի, օրենքի խախտում կպտտվի ձեր դեմ և վաղ թե ուշ դուք պատասխան կտաք դրա համար, ուստի հարգեք սկսած օրենսգրքից մինչև ավանդույթներն ու միջանձնային հարաբերությունների ու էթիկայի կանոնները։ Ունենք նաև 6 թուրը որպես տարվա հիմնական էներգիաներից մեկը, 6 թուրը խոսում է սովորաբար բաժանումների, ինքդ քոնը վերցնելու ու հեռանալու մասին, որքանով էլ բաժանումները մարդկանց մոտ ասոցացվում են որևիցե ինչ-որ տխուր պատմությունների, տխրահռչակ հիշողությունների հետ, բայց բաժանությունները մեզ պետք են, որպեսզի մեր կյանքում տեղ բացվի, տեղ ազատվի նոր մարդկանց, նոր հնարավորությունների համար։ Ուստի եթե զգում եք, որ ձեր կյանքում կան մարդիկ, ում հետ դուք արդեն ապրել եք, արել եք այն, ինչ որ հնարավոր էր անելու այդ մարդու հետ հարաբերությունները ձեզ չեն տալիս ոչ մի նոր բան, այսինքն երկուսդ էլ սպառել եք իրար հարաբերությունների մեջ, ժամանակն է այդ մարդկանց բաց թողնելու և գնալու ձեր սեփական ուղով։ Մի փորձեք կառչել անցյալից, անցյալի մարդկանցից հիշողություններից, որովհետև դա ձեզ անընդհատ լճացնելու է և դուք կորցնելու եք ձեր էներգիան ու պոտենցիալը։ Եթե գտնվում եք ինչ որ ընկերական շրջապատում, կազմակերպությունում, գործընկերական միջավայրում, որտեղ ձեզ չեք զգում բավականաչափ գնահատված և արժևորված, ապա առանց երկար բարակ մտածելու վերցրեք ձեր իրերը և հեռացեք այդ խմբավորումից, որովհետև այդտեղ դուք չեք կարողանում ձեզ ցուցադրել այն ամբողջ եռանդով ու ուժով, որով որ կարող էիք։ Վերցրեք այն, ինչ որ պատկանում է ձեզ և գնացեք, որովհետև դա ձեզ կբերի հնարավորություն
նոր հաջողություններ գրանցելու, նոր ծանոթություններ ունենալու։ Իսկ եթե դուք ձեր կյանքը լցնում եք հին մարդկանցով, ավելորդ իրերով, ավելորդ իրավիճակներով, ուղղակի ձեր կյանքում չի մնում ազատ տեղ նոր մարդկանց ու հնարավորությունների համար։ Եթե ձեր կյանքից մարդիկ կհեռանան 2026 թվականի ընթացքում, ապա մեծ սիրով հաջողություն ասեք նրանց եւ թողեք, որ նրանք գնան։ Չփորձեք ոչ մեկին ամեն գնով պահել ձեր կողքին, անկախ այդ մարդու ով եւ ինչացու լինելուց։ Այստեղ նաեւ որպես երրորդ հիմնական էներգիա ունենք 3 գավաթը, իսկ 3 գավաթը, ինչպես գիտենք, խոսում է հիմնականում այդ ուրախությունների, հաջողությունների, նոր ծանոթությունների, նոր շփումների մասին։ Եվ այս նոր շփումների, նոր ծանոթությունների դրական էներգիան ձեր կյանք բերելու համար առաջին հերթին պետք է որ դուք կարողանաք ազատվել անցյալից, անցյալի մարկանցից եւ չփորձեք բռնի ուժով պահել ձեր կողքին, որովհետև այն ամենը, ինչ որ դուք կանեք ուժի շնորհիվ, այն բոլոր ճանապարհները, որով դուք կհակառակվեք դիմացինի ազատ ընտրության իրավունքին, ձեզ միմիայն վնասելու են։ Ուստի ժամանակն է, որ տեղ ազատեք հենց այս 3 գավաթների դրական էներգիային ձեր կյանքում։ Բայց այստեղ նաև կարևոր է, որ 2026 թվականին խուսափեք վստահելու այնպիսի մարդկանց, ովքեր դրան ուղղակի արժանի չեն։ Մարդկանց հետ եղեք լավ հարաբերությունների մեջ, հարգեք դիմացինին, բայց միևնույն ժամանակ թույլ մի տվեք, որ նրանք ձեր անձի ու ձեր ներքինի մասին շատ բաներ իմանան, որովհետև հնարավոր է, որ հանդիպեք մարդկանց, ովքեր կփորձեն ձեզանից ավելի ինֆորմացիա ստանալ ձեր ներքին կյանքի, ձեր անձնական կյանքի, ձեր հայացքների մասին եւ հետագայում այդ ինֆորմացիան օգտագործեն հենց ձեր դեմ։ 2026 թվականին նաեւ խուսափեք սիրային երանգյունների մեջ ընկնելուց, որովհետև հավանական է, որ դուք ունենաք անպատասխան սեր կամ սիրահարվեք մեկին, ով մեկ այլ մարդու է սիրում, կամ ինչու՞ չէ նաև ձեր կողակիցը եւս ունենա այլ հետաքրքրություններ եւ լրի դրա մասին։ Ինչպես նաև դուք ինքներդ խուսափեք դավաճանելուց, որովհետև դավաճանությունը ինքը դեստրուկտիվ հզոր էներգիա է, որը օրերից մի օր ձեր կյանքի ինչ որ հատվածում կերևա։ Շարունակելով մեր կանխատեսումը խոյի նշանի մարկանց համար, հասկանանք, թե ինչպիսին կլինի 2026-ը ձեր անձնական սիրային կյանքում, ձեր ֆինանսներում եւ ձեր էմոցիոնալ դաշտում, ինչ կբերի, ինչ էներգիաներ կան եւ ինչպես պետք է դրանց հետ աշխատեք հնարավորինս հաջողելու համար։ Ուստի 2026 թվականը ձեր ֆինանսներում հետաքրքիր է, ձեր անձնական սիրային կյանքում ավելի հետաքրքիր է եւ ձեր էմոցիոնալ դաշտը ինչպիսին կլինի 2026 թվականի ընթացքում։ Կրկին հետաքրքիր է։ Ուրեմն նախ սկսենք նրանից, որ ֆինանսների, կարիերայի հետ կապված հարցերում ավագ քրմուհին խոսում է հենց մասնագիտական աճի, նոր գիտելիքների ձեռքբերման համար։ 2026-ը ֆինանսական տեսանկյունից խոյերի համար չի պատրաստվում լինել մեծ հաջողությունների եւ միանգամից հարստանալու տարի, բայց այս տարվա ընթացքում դուք կարող եք ստեղծել այն ամբողջ ֆունդամենտը, այն անհրաժեշտ ամրությունը հետագայում այդ ֆինանսները ապահովելու ու ստեղծելու համար։ Ու այստեղ շատ կարևոր է, որ շեշտը դնեք գիտելիքի վրա, մասնագիտական գիտելիքի վրա, ու այն տեսակ գիտելիքի, որը կարող է հետագայում ծառայել մարդկանց օգնելու եւ օգտակար լինելու համար։ Առաջին հերթին կարևոր է, որ աշխատեք ինքներդ ձեր հետ, ձեր ներքին աշխարհի հետ, ներքին բլոկների հետ, որովհետեւ եթե դուք ունեք օրինակ որոշակի կարծրատիպային մոտեցում, ֆինանսների հետ կապված ինչ-որ ֆինանսական բլոկներ ունեք կամ վախենում եք մեծ պատասխանատվությունից ֆինանսների հետ կապված, շատ կարևոր է, որ 2026 թվականի ընթացքում աշխատեք այդ բլոկների, այդ կարծրատիպերի ու այդ վախերի հետ, որովհետեւ դրանք ձեզ կարգելափակեն եւ թույլ չեն տա հետագայում շատացնել ձեր ֆինանսական հնարավորությունները։ Ուստի 2026 թվականը ձեզ տալիս է ողջ հնարավորությունը իր պոտենցիալը էներգիան ճիշտ կիրառելու համար, որպեսզի ազատվեք այդ ներքին տագնապներից, վախերից ու բլոկներից, ինչպես նաև ներդրվեք ձեր սեփական գիտելիքների վրա, որպեսզի բարձրացնեք ձեր մասնագիտական մակարդակը, ձեր կվալիֆիկացիան եւ հետագայում նաև ունենաք աճ ձեր կարիերայում եւ ֆինանսներում։ Առհասարակ 2026 թվականի ընթացքում ինչ որ ֆինանսական լուրջ խնդիրներ ամենայն հավանականությամբ չեն լինի,
բայց ֆինանսները կլինեն ավելի բալանսավորված, այսինքն եկամուտներն ու ծախսերը կլինեն իրար հավասար կամ շատ աննշան տարբերությամբ։ Ուստի այստեղ շատ մեծ ռիսկեր ու վախեր չկա։ Կարևոր է, որ 2026 թվականի ընթացքում հենց շեշտը դրվի նոր գիտելիք ստանալու, մասնագիտական առաջխաղացման ու կվալիֆիկացիայի բարձրացման վրա։ Մի ափսոսացեք գումար ծախսել ինքներդ ձեր կոմֆորտի, ձեր հուզական ներդաշնակության, ինչպես նաև ընտանիքի անդամների, հատկապես կանանց, քույրերի, ձեր կանանց, ձեր մայրերի վրա, իսկ աղջիկների համար շատ առավել կարևոր է, որ ֆինանսը ծախսեք նաև ձեր կանանցի ցանկությունները բավարարելու վրա, սպա, սալոն գնալու, գեղեցկության սրահ հաճախելու, շոփինգ կատարելու վրա, նույնպես, որովհետև եթե այս տարի դուք ժլատություն անեք եւ ափսոսեք ձեր վրա գումար ծախսել, դա իր հերթին հետագայում կխանգարի ձեզ ավելի շատ փող աշխատելու։ 2026 թվականի ընթացքում նաև խորհուրդ չէի տա ձեզ գտնվել ինչ-որ պարտքային հարաբերությունների մեջ, խուսափեք ինչ-որ մեկին պարտք տալուց եւ պարտք վերցնելուց։ Ավելի լավ է վերցնեք փոխառություն կամ վարկ բանկից, քան ինչ-որ կոնկրետ մարդուց։ Հարաբերությունների հետ կապված հարցերում այստեղ պատկերը շատ սազական է հենց խոյի համաստեղությամբ ծնված մարդկանց, որովհետև ունենք մոգի ավագ արկանը, որը խոսում է հենց այդ կրակոտ էներգիայի, ինիցիատիվան ձեր ձեռքը վերցնելու, ինչու՞ չէ նաև մարդկանց առաջ տանելու մասին, ուստի եթե դուք տեսնում եք մեկին, ում համակրում եք կամ նրա հետ ունեք կապված որոշակի ցանկություններ, շատ կարևոր է, որ ունենաք դուխ առաջին քայլը անելու, այդ մարդուն ընդառաջելու, խոսալու ձեր զգացմունքների եւ ցանկությունների հետ կապված։ Մի փորձեք sense տրվել ինչ-որ սոցիումի շաբլոններին, որ կինը էսպես պետք է լինի, տղան էսպես պետք է լինի, եթե զգում եք, որ ունեք զգացմունքներ, ունեք ցանկություններ, ապա միանշանակ դրանք ցույց տվեք եւ կատարեք առաջին քայլը, որովհետև այդ մի քայլը կարա հետագայում շատ մեծ բան փոխի ձեր կյանքում, բայց հարաբերություններում շատ կարևոր է, որ խուսափեք մանիպուլյացիաներից եւ մարդկանց ազդեցության տակ ընկնելուց, որովհետև կհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն շահարկել ձեր հույզերը կամ կառավարել ձեզ ձեր հույզերի վրա հիմնվելով, տանելով ձեզ նրան, որ անեք ինչ-ինչ քայլեր, որը դուք չեք ցանկանում, ուղղակի ձեզ այդպես հրամցնում են, Եթե գտնվեք հարաբերություններում մի մարդու հետ, ով ձեր առաջ կդնի պայմաններ, օրինակի համար, եթե դու ինձ սիրում ես, պետք է այսպես արվես, եթե դու ինձ սիրում ես, սենց արա, եթե սենց չանց ես քո հետ էլ չեմ լինի հարաբերությունների մեջ, նման տեսակ արտահայտություններ լսելու պարագայում միանգամից վերջ տվեք այդ հարաբերություններին, որովհետև դուք գտնվում եք փոխկախյալ մանիպուլյատիվ հարաբերությունների մեջ։ Այստեղ նաև կարևոր է, որ դուք ինքներդ չփորձեք ձեր դիմացինին գայթակղել, ձեր դիմացինին մանիպուլացնել, որովհետև այդ պարագայում այդ հարաբերությունները հաստատ լավ ավարտ չեն ունենա եւ հետագայում դուք կմնաք ձեռնունայն։ Ներքին հուզական դաշտի հետ կապված այստեղ ունենք թրերի ասպետը կրկին շատ նման է իր հոգեկերտվածքով խոյի նշաններին, որովհետև անդադար ինչ-որ մի բան անելու, թշնամիներին վերացնելու, աջ ու ձախ կտրել թափելու մասին է խոսում, իսկ այստեղ կարևոր է, որ դուք աշխատեք ձեր ներքին հույզերի հետ, թույլ չտաք, որ ձեր ներքին էմոցիաները, ձեր հույզերը ու առավել ևս ագրեսիան վերցնի ձեր անձի կառավարումը իր ձեռքը, որովհետև այդ կերպով դուք կվնասեք առաջին հերթին ինքներդ ձեզ եւ ձեր շրջապատի մարդկանց։ Կարևոր է, որ հաճախակի անեք հողակցման տեխնիկաներ, առհասարակ խոյի ու այլ կրակի տարերքի մարդկանց համար կարևոր է այդ հողակցված մնալը, որպեսզի չկորցնեք իրականության զգացողությունը։ Երբեմն հենց այս կրակի տարերքի մարդիկ տրվում են այդ էմոցիաներին, ագրեսիային, մտածում են, որ միանգամից կհելնեն, ով ինչ-որ միտեղ սխալվել է, կկտրեն, կթափեն, կասեն այն ինչ-որ մտածում են այդ մարդու մասին, բայց ցանկացած վիճաբանությունից առաջ, ցանկացած կոնֆլիկտից, խոսք ու ասելուց ու քայլ կատարելուց առաջ շատ կարևոր է, որ երկար դուք մտածեք։ Խոյի համաստեղության համար համենայն դեպս այդ կարևոր է, որ դուք երկար բարակ մտածեք, նոր կտրեք, որովհետև 99.9% դեպքերում ձեր էմոցիաների ազդեցության տակ արած քայլերը լինելու են սխալ, կրելու են դեստրուկտիվ բնույթ եւ առաջին հերթին վնասելու են ձեզ, հետո ձեր շրջապատում գտնվող մարդկանց։ Ուստի առաջ գնացեք բացառապես տրամաբանությամբ եւ երկար մտածելուց հետո, էմոցիաներին չենք տրվում։
Եվ որպես ամփոփում հարցնենք, թե որն է խոյի համաստեղության մարդկանց համար գլխավոր խորհուրդը եւ գլխավոր զգուշացումը 2026 թվականի համար եւ գլխավոր խորհուրդը ու գլխավոր զգուշացումը։ Պատկերը ընդհանուր առմամբ ամփոփում է այն ամենը, ինչի մասին խոսացի այս հաղորդման շրջանակներում։ Գլխավոր խորհուրդը ունենք 6 դրամը, սա առաջին հերթին խոսում է, որ հավասարակշռված մնալը ձեզ բերելու է միանշանակ շատ օգուտներ։ Յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր հարցի պարագայում չեք կորցնում ձեր հավասարակշռվածությունը։ Պահպանում եք բալանսը հոգևորի եւ նյութականի միջև, թույլ չեք տալիս, որ էգոն վերցնի ձեր անձի կառավարումը, չեք մեծամտանում եւ չեք փորձում մյուսներին վերևից նայել։ Առհասարակ 2026 թվականի ընթացքում հնարավորության դեպքում իհարկե փորձեք մարդկանց օգնել եւ առավելապես բարեգործությունների տեսքով երեխաներին, կարիքավորներին, որ կարողանան հոգալ իրենց որոշ պահանջներ։ Եթե կարողանաք այս տարվա ընթացքում ավելի շատ նվիրատվություններ անել հենց փոքր երեխաներին, հատկապես առողջության կամ կրթության ոլորտների հետ կապված հարցերում, դա բավականաչափ դրական կարմա կկուտակի ձեր անձի համար։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ այդ նվիրատվությունները, լավ գործերը լինեն առաջին հերթին ձեր սրտից, ձեր հոգուց եւ դուք իրապես ցանկանաք այդ ամենը կատարել։ Այլապես այդ ամենը գալու է ձեր էգոից եւ դուք մտածելու եք, որ դուք լավ գործ եք անում, դրա համար պետք է ձեզ բարձրացնեն։ Իսկ այդ պարագայում ձեր արած լավ գործը ոչ մի ազդեցություն չի ունենա ձեր կյանքի վրա։ Չեք տալիս ոչ մի բանին չափազանցված կարևորություն, որովհետև յուրաքանչյուր բան, ինչին դուք տաք մեծ նշանակություն, դա ձեզանից կվերցվի։ Եվ կարևորագույն զգուշացումը այստեղ ունենք մեկ թուրը կամ թրերի տուզը, ինչպես որ անվանում են, հա, մարդիկ այս քարտին, այստեղ կարևոր է, որ դուք շարժվեք բացառապես ձեր տրամաբանական մտածողությամբ։ Առհասարակ խոյերը, չնայած իրենց իմպուլսիվ բնավորությանը, իրենք ունեն բավականին լավ զարգացած տրամաբանություն, որից շատ հաճախ ուղղակիորեն չեն օգտվում։ Կրկին, ինչպես ասացի, հա, թրերի ասպետի պարագայում այստեղ նույնպես շատ կարևոր է քայլերը անելուց առաջ լինել հողակցված, լավ մտածել, քայլի թե դրական, թե բացասական կողմերը, առաջ շարժվել բացառապես տրամաբանությամբ։ Առհասարակ 2026 թվականը ձեր համար պետք է լինի ուսման, նոր բան սովորելու, ինքնաճանաչողության տարի։ Իսկ ինքնաճանաչողությունը սկսում է մեր սեփական հույզերը ճանաչելուց ու զգացմունքները իրարից տարբերելուց։ Թույլ չտաք ոչ մի պարագայում, որ բացասական ցածր վիբրացիոն զգացմունքները, ինչպիսիք են բարկությունը, ագրեսիան, չարությունը, ատելությունը, վերցնեն ձեր անձի կառավարումը, որովհետև այդ պարագայում առաջին հերթին դուք ինքներդ եք ձեզ տանելու դեպի կործանում եւ սխալ քայլեր։ Չեք կտրում, չեք վերջացնում հարաբերություններ մարդկանց հետ ելնելով պահի ազդեցությունից եւ յուրաքանչյուր քայլ եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ անում եք երկար կշռադատելուց հետո։ Առհասարակ այդ հողակցված մնալը խոյերի կարևորագույն առաքելություններից մեկն է այս կյանքի ընթացքում։ Խոյերի 2026 թվականի կանխատեսումը այսքանն էր, իսկ եթե ցանկանում եք վերցնել ձեր անձնական 2026 թվականի կանխատեսումը, որի ընթացքում կանդրադառնանք հենց ձեր կյանքին եւ շատ ավելի նյուանսներ կքննարկենք միասին, կարող եք գրել նամակ իմ Instagram-յան էջին։ Չենք մոռանում նաեւ հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին։ Մեկնաբանություններում գրեք ձեր հորոսկոպի նշանը նույնպես, որ հաջորդ հաղորդումը լինի նվիրված հենց ձեր հորոսկոպի նշանին։ Մաղթում եմ բոլորիս լավ ու հաջողակ 2026